Այո, քութեշի դեպքում եթե ճիշտ բուժում չիրականացվի, կարող է առաջացնել բարդություններ, օտիտ, սինուսիտ, մաստոիդիտ, ռևմատիկ տենդ, երիկամների վրա կարող է ազդել, գլոմերուլոնեֆրիտի տեսքով կարող է դրսևորվել։ Եվ երբեմն ռևմատոլոգներն էլ մի շարք ռևմատիկ հիվանդություններ, երբ որ մեծ տարիքում հայտնաբերվում են արդեն, ասում են այս տեսակ հիվանդությունները չբուժված, մանկական տարիքում չբուժված ստրեպտոկոկային վարակներն են։ Այսինքն անտիբիոտիկները չեն ստացել կամ թերի են ստացել եւ դա բերել է վերջում այլ բարդությունների։ Ռևմատիկ տենդ ասելով ինչ ենք հասկանում։ Ռևմատիկ տենդը դա աուտոիմուն հիվանդություն է, որի պատճառը A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկն է, որը չբուժելու դեպքում կարող է զարգանալ այդ ռևմատիկ տենդը, ինքը ընթանում է բարձր ջերմությամբ, սրտի ախտահարումով, հոդերի ախտահարումով, մաշկային ախտահարումներ եւս կարող են դրսևորվել, նյարդային ախտահարումներ եւս կարող են դրսևորվել, մի փոքր ավելի բարդություններ կարող են ունենալ, որպեսզի չլինեն այդ բարդությունները, պետք է ընդամենը ճիշտ այդ 10 օրը երեխային անտիբիոտիկները տալ։ Երեխային բուժելուց հետո եւս պետք է ինչ-որ հետազոտություններ կատարեն, որ ժխտեն ինչ-որ երիկամի խնդիրը կամ սրտի։ Չէ, գիտեք, եթե երեխան ճիշտ բուժումը ստանա, այդ խնդիրները կարելի է ասել, իհարկե 100%-ով ոչ մի բան հնարավոր չի կանխարգելել, բայց մենք համարյա 90-95%-ով կանխարգելում ենք հետագա բարդությունները։